Հարգելի գործընկերներ, ես հիշեցնեմ, որ քննարկում ենք ֆինանսավարական եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացուի հարցը։ Պարոն Ֆարմայան, շատ ուշադիր ձեր ելույթը լսում էի եւ հարց ու պատասխանել մի մասը այստեղից, մի մասը իմ սենյակից էլի լսում էի։ Բաներ կան ձեր ասածների մեջ, որոնց հետ համաձայն ենք, օրինակ, երբ խոսում եք կանխատեսելի հարկային համակարգի մասին, երբ խոսում եք պետական պարտատոմսերի մեջ կատարվող մեծ ներդրումների ու դրա բացասական ազդեցության մասին, այդ բոլոր հարցերը մեր օրակարգային հարցերն են, ու մենք արդեն տևական ժամանակ դրանցով զբաղվում ենք եւ ուրախ կլինենք, եթե դուք էլ ներգրավեք այդ ամեն ինչի մեջ։ Բայց մնացած մասի հետ կատեգորիկ համաձայն չեմ։ Նախ եկեք վերջից սկսենք, էլի աղքատությունից։ Այս ամենասիրած թեմաներից է, նոր էլ պարոն Աբրահամյանն էլ էլի խոսում աղքատության մասին։ Ժողովուրդ ջան, աղքատության ցուցանիշի մասին, օրինակ հիմա աղքատության ինչ մակարդակ կա, դուք կկարողանաք խոսել 2027 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, որտեղ հիմա ոչ մեկը չգիտի, թե աղքատության մակարդակը ինչքան է, բայց ես համոզված եմ, որ հաշվի առնելով առողջության ապահովագրությունը, հաշվի առնելով թոշակների ավելացում, մնացած շատ բաներ, աղքատության մակարդակը էապես նվազած է լինելու։ Պետական պարտքի մասին շատ խոսվեց, այո, պետական պարտքի բեռը բացարձակ թվով չափել է, միայն սխալ է, պարտքը նա հարաբերակցության մասին նշեցիք, բայց ասում եք էլի ցուցանիշներ կան, այո, շատ ցուցանիշներ կան։ Պետական պարտքի սպասարկումը համեմատում են հարկային եկամուտների հետ, պարտքի սպասարկումը համեմատում են արտահանման հետ, բայց այդ բոլոր ցուցանիշներով հանդերձ կոմպլեքս եթե վերցնում եք, մեր պետական պարտքի բեռը համարվում է նորմալ ու ռիսկային չի։ Դուք խոսում եք դեֆոլտի վտանգից, ոնց կբացատրեք, որ միջազգային գրեթե բոլոր վարկանիշային կազմակերպությունները, Fitch, Moody's եւ այլն, բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը, այսինքն մեր երկիրը միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները համարում են շատ ավելի պակաս ռիսկային, դուք խոսում եք ռիսկերի ավելացման մասին։ Ու ես համոզված եմ, որ եկող տարի այդ վարկանիշները ավել են վերանայվելու, եթե այդ խաղաղության գործընթացն ու ապաշրջափակումը նորմալ հունով գնան առաջ։ Շրջարկի մասին շատ խոսվեց։ Այս են ամենաընդդիմության սիրած թեմաներից էր։ Այստեղ մեծ մանիպուլատիվ հայտարարություններ են հնչել ու հնչում են։ Շրջանառության հարկի շեմը կրկնակի ավելացվել է անվանական, բայց փաստացի հարկային բեռը, հարգելի գործընկերներ, չի ավելացվել, որովհետև մենք հնարավորություն ենք տվել տնտեսվարողներին իրենց ծախսերը փաստաթղթավորել եւ ավելի քիչ հարկ վճարել։ Եվ օրինակ, եթե մենք նայում ենք էֆեկտիվ դրույքաչափը, օրինակ առևտրի ոլորտում էֆեկտիվ դրույքաչափը մնացել է նույնը։ Շատ տնտեսվարողներ ավելի այդ թվերը պարոն Կարապետյան, օրինակ առևտրի ոլորտում մանրածախ, ես ինչքան հիշում եմ, էֆեկտիվ դրույքաչափը 2.5-ից 2.7%-ի շրջանակներում է։ Ինչը։ Եկեք սենց հիմա դետալ չասեմ, ըստ ոլորտների ես խոստանում եմ բոլորը մանրամասն ներկայացնեմ։ Խոսվեց փաստաբանների եւ հաշվապահական ծառայությունների մասին, մենք այդ խոսակցությունները այստեղ շատ մանրամասն ունեցել ենք, լսումներ ենք կազմակերպել, դուք չկայք այդ լսումներին իհարկե, եւ փաստաբանական ու հաշվապահական ծառայությունները շատ շուտվանից էր նախատեսվում տանել ավելացված արժեքի հարկի դաշտ։ Ինչի համար։ Որովհետև ի սկզբանե շրջանառության հարկի ռեժիմը նախատեսված է եղել ոչ թե որպես արտոնյալ հարկային ռեժիմ, որտեղ աշխատողները պիտի ավելի քիչ հարկ վճարեն, այլ ավելի պարզեցված, որպեսզի հարկայինի հետ շփումը ավելի հեշտ լինի, վարչարությունը ավելի քիչ լինի, ու հաշվի առնելով, որ հաշվապահական եւ փաստաբանական ծառայություններում աշխատողները ունեն բավարար գիտելիքներ ու հմտություններ այդ ամեն ինչը անելու համար, առաջնահերթ իրանք են գնացել ավելացված արժեքի հարկի դաշտ։ Բայց մի բանում համոզված եմ, որ այստեղ կա խզում, որտեղ նույն ոլորտում աշխատող մի ընկերությունը, եթե մյուսից մեծ ու փոքր լինելու պատճառով մի քանի անգամ տարբեր հարկային բեռ է ունենում, դա խնդիր է, այդ խնդրի հետ կապված ֆինանսների նախարարությունը հանդես կգա համապատասխան լուծման։ Բայց ասել, որ Հայաստանում մի քանի հազար ընկերություն փակվել են, դա սխալ պնդում եմ, մեղմ ասած, ես չեմ ուզում տենց կոպիտ բառեր օգտագործեմ, բայց ես հիմա ձեզ
տեղեկանքից թվերը հրապարակեմ, հա, ես հատուկ հարցում էի արել պետական եկամուտների կոմիտեին եւ 2025 թվականին ակտիվ հարկ վճարողների քանակը Հայաստանի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, 131,000-ից դարձել է 140,000 եւ փոքր, միջին, մեծ, առանձին տարբերակված ցուցանիշներով բոլորը աճել են։ Հիմա եթե պարոն Ֆարմայան, դուք ասում եք, որ ԶԼՄ-ներից են այդ տեղեկատվությունը վերցրել, եւ ասում եք ԶԼՄ-ների հղումները կտան։ Ինձ թվում է մեզնից ցանկացածը, որը որ այս ամբիոնից կամ մեկտեղից թիվը հնչեցնում, եթե ինքը ԶԼՄ-ին հղում անելով այդ թիվը մատուցում է հարությանը, այդ նշանակում է ինքն էլ այդ թվի համար պատասխանատվություն կրում։ Ես ձեզ կոչ եմ անում, ձեր ամփոփիչ ելույթում ասում եք ԶԼՄ-ներն են հարցում արել։ Այդ ԶԼՄ-ները, քանի որ ձեզ անհարմար վիճակի մեջ են դրել, իրենց կողմից այդ հարցումը եւ պատասխանը բերեք ներկայացնեք։ Ես էլ իմ հարցումը կներկայացնեմ։ Շատ լավ։ Դիվերսիֆիկացիայի մասին։ Ասում եք դիվերսիֆիկացիան չպիտի լինի ի հաշիվ մեկի հետ առևտրի կրճատման։ Իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով, այլ առողջ տրամաբանությունը հենց նշանակում է, որ դիվերսիֆիկացիան միշտ լինում է ի հաշիվ ինչ-որ բանի։ Բացարձակ թվով, կարող է մենք երկու կողմում էլ առևտրի ծավալները մեծացնենք, բայց կշռով մի կողմը հաստատ ուժող է դուրս գալու։ Ու դա լավ է, եթե ինչ-որ մեկի կշիռը շատ է ու դու այդ կախվածություն թույլատնում ես, դա լավ է։ Եթե ասում եք մենք ավելացրել ենք կախվածությունը, մի կողմից ասում եք դիվերսիֆիկացիան վատ բան է, մի կողմից էլ քննադատում եք, որ դիվերսիֆիկացիա վատ բան քիչ են կարել։ Ես ձեզ վերջի տվյալները ասեմ, Հայաստան, Ռուսաստան արտաքին առևտրաշրջանառության կշիռը 34%-ից, եթե չեմ սխալվում, նվազել է մինչև 27-28%, օրինակ Հայաստան, Եվրամիություն եւ Հայաստան այլ երկրների ապրանքաշրջանառությունը այս ընթացքում աճել է, այսինքն տոկոսայինով եմ ասում, տեսակարար կշռով։ Պարոն Կարապետյան, sense դետատը չեմ կարող, հետո համոզված եմ առիթներ լինելու է իրար այդ բոլոր հարցերի շուրջ քննարկելու։ Կարեն Կարապետյանի մասին խոսք գնաց, Մաքսայինի մասին, գիտեք, ես հիշում եմ, երբ Կարեն Կարապետյանը առաջին անգամ այս ամբիոնից ելույթ էր ունենում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, падգամավորներից մեկը երբ իրեն հարցրեց, թե ոնց կգնա տնտեսության վիճակը, մարդը ասաց վատ, շատ վատ, հետո շատն էլ հետևից ավելացրեց։ Ինչ-որ չեմ հիշում, որ այն ժամանակ խոսք լիներ արտագաղթից եւ այլն։ Եվ վերջում շատ բան կա, բայց մի բան եմ ուզում ասել, հարգելի գործընկերներ։ Ձեզնից շատերը, որ խոսում են, ասում են, մենք եկել ենք բիզնեսից, մենք եկել ենք մեծ բիզնեսից։ Ես ուրեմն նայում եմ ձեր խմբակցության կազմը, ուրեմն 90%-ը, պարոն Կարապետյան, աշխատավարձ է ստացել, կամ ձեր ընկերություններից, կամ հիմնադրամներից թվարկեմ, էլի, Արամ Վարդևանյան, ըստ ձեր հայտարարագրելի է, Արամ Վարդևանյան, Տաշիր կապիտալից 40 միլիոն դրամ, Դավիթ Ղազինյան, Հրազդանի էներգետիկ կազմակերպություն, ես մենակ աշխատավարձ եմ ասում, մնացած դուք շատ եկամուտներ եք ստացել, աշխատավարձ եմ նշում։ Պարոն Վարդևանյան, ձեր հայտարարագրում նայել եմ այն եկամտի աղբյուրը, որը փոխկապակցված է Տաշիր ընկերությունների խմբի հետ։ Ձերը նշված է Հրազդանի էներգետիկ կազմակերպություն 19.6 միլիոն դրամ, Ռուբեն Մխիթարյան 1.3 միլիոն ուժեղ Հայաստան կուսակցությունից 6.5 միլիոն դրամ մեր ձևովից, Արեգա Հովսեփյան, Հայ գործարարների ասոցիացիա, որ էլի ասոցիացված է ձեր հետ, Մարիաննա Ղարամանյան 5.6 միլիոն դրամ մեր ձևով, Հայկ Շուքյասյան, Տիգրան Աբրամյան, Լենա Մաթևոսյան, Անդոնի Գևորգյան, Լիանա Գասպարյան, Գառնիկ Դավթյան, Մանուկյան Լիան, ու սենց Հիմա շատ նորմալ է, չէ, շատ նորմալ է, պարոն Կարապետյան, ուղղակի ուզում ասեմ, որ դուք ոչ թե եկել եք տարբեր բիզնեսներից, այլ մեկ ընդհանուր բիզնես եք ներկայացնում, հասկանում եք հարգելի գործընկերներ, ու երբ կներեք, պարոն Կարապետյան, ու երբ ասում եք մարդկանց միավորում են ոչ թե գաղափարները, այլ այս ամեն ինչը վկայում է, ինչն է միավորել, այնպես որ շատ լավ կլինի, եթե այդ կախվածությունը որոշ հարցերում փոխարինվի օբյեկտիվ քննադատություններով, իսկ մնացած ցուցանիշների մասին, որոնց հետ համաձայն չեք, ես հատ-առհատ հետո կներկայացնեմ, շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։